Քպականները այսպես էս կուկուրուզ բերաշկի փարքի 3 քպականները կուկուրուզ բերաշկի փարքի էս ֆոնի վրա որ Իրանում անհանգիստ են իրենք ասում են որ անվտանգության խորհուրդը նիստում ամեն ինչ տվել է Հայաստանին վտանգ չի սպառնում մինչդեռ 26-ի զեկույցում արտաքին հետախուզական ծառայությունը եւ ես նկատեցի որ անվտանգության խորհրդի նիստում հենց Քրիստինե Գրիգորյան եթե ճիշտ եմ ինքն էր զեկուցում ասում էր որ եթե Իրանում զարգացումները ավելի վատ լինեն սա ամբողջ տարածաշրջանային խաղաղությունն է խախտելու այն օրվա եթե հնարավոր է չակերտներ բացել նույնն է պնդեք հատուկ արտաքին հետախուզական ծառայությամբ Ես ցածրում որ ես պետք է անվտանգության խորհրդի բովանդակությունը պատմեմ ձեզ հնարավոր չի բայց այդ զարգացումները ամեն դեպքում այս պատերազմը շարունակվի տարածաշրջանի առումով ինչ վտանգներ են ներկայացնում հնարավոր Ադրբեջանը օգտվի այդ վիճակից որտեղ նաև այնպիսի դատումներ կան դե եթե մեր ընդդիմադիրները շարունակեն փորձել իրավիճակը լարել շարունակեն ագրեսիա ցույց տալ որևիցե բանով հիմնավորված չի շարունակվի այն ինչ որ տեղի է ունենում մեր ընդդիմադիր դաշտում եթե չգիտեմ խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից մերժվի իհարկե հնարավոր է որ չէ ինձ Ադրբեջան-Իսրայելը հետաքրքիր չի ինձ հետաքրքիր Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները շատ հնարավոր է որ ոչ միայն Իսրայելը կամ Ադրբեջանը կամ որևիցե այլ երկիր բոլորը այդ իրավիճակից օգտվեն, որովհետև ակնհայտ է, որ չգիտեմ, փառք Աստծո մենք այդ ունենք, հա, որ մենք եզակի օրինակներից ենք, որով օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ անընդհատ օրինակ է բերում, պարծենում է եւ այո իհարկե որ հնարավոր է որ այդ լավ օրինակի վրա միշտ մարդիկ են լինելու, որոնք փորձելու են բանան, բայց ասում եմ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դա թույլ չի տալու։ Բայց այդ խաղաղությունից է պատկանում ով Թրամփը պատերազմի հաշվեցրել այդ ադրբեջանական միշտ այդպես պատերազմ չկա։ Հիմա այս Իրանի վրա հարձակումից հետո նրա այդ խաղաղասիրական ջանքերը որքանով են այսպես Ես չեմ ուզում մտնել ձեր եւ Տրամփի վեճի մեջ բայց ես պետք է ասեմ, ես չգիտեմ դուք ինչ որ խնդիրներ ունեք Տրամփի հետ, որտեվ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին որպես ընկեր է խոսում, դրական բաներ ասում, այդ համագործակցում է, ձեր եւ Տրամփի հարաբերությունները դուք կարող եք կարգավորել, ես որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնյա շնորհակալություն եմ հայտնում իրեն այն ջանքերի համար, որ ինքը եւ իր ադմինիստրացիան ներգործել է եւ իր դերը եւ թրիփի դերը եւ իր միջնորդության դերը թերագնահատել ուղղակի հողի վրա նույնիսկ չի կարելի, որովհետեւ ակնհայտ է, որ հենց այդ միջնորդությունը, որ դուք գալիս եք ասում եք, բա ով է լինելու միջնորդը, բա ով է գալի, ով է լինելու միջնորդը, բա չեք գնում մի հատ այս ինչ տեղը, բա մի հատ այս ինչ բանը չեք անում, ասինքն այն, որ այսօր 2 տարին արդեն լրացել է, որ որևիցե մարդ չի զոհվում, այտենց վերևից ընկավ, հա, կամ դա պահպանելը վերևից է անգել, հա, ես խնդրում եմ ձեզ մի քիչ դուք լուրջ լրատվամիջոց եք ներկայացնում այլ երկրի նախագահին մի քիչ հարգալից, մի քիչ ավելի լուրջ վերաբերվեք, չի կարելի, դա կոռեկտ չի։ Բայց դուք մոռանում եք, չէ՞ որ մենք այն ժամանակ ունեինք այլ երաշխավոր, բայց իսկ ով էր մեր երաշխավորը այդ ժամանակ, կասեք բարձրաձայն։ Չէ, չեմ ասում ինչ եք հիշում։ Ով էր երաշխավորը։ Ով էր երաշխավորը, ասեք այդ բառը։ Ով էր երաշխավորը։ Կարինե ջան, ասա, խոսում ես, խոսա։ Չեմ լսում։ Ռուսաստանը։ Հիմա կա տնտեսական շահեր։ Լսեք, հիմա կա տնտեսական շահեր։ Հենց տրիփը, հենց դրա մասին է, որ էմոցիաներից դուրս, երբ որ կա նաև տնտեսական շահ, կա համագործակցություն, հենց դա է ամենամեծ հաղթանակը։ Երբ որ ասում եք Տրամփը ինչ արեց, որ Տրամփը բերեց հիմնական առիթը, պատճառը, որպեսզի այդ պատերազմը չսկսի, ոչ թե ասեց ես ոդկաս կխփեմ գետնին կամ ես եմ ասում ոնց պետք է լինի, ասեց որ ստեղ շահ կա եւ արեց այն ինչ որ վաղուց մենք ասում էինք, արեց մի բան, որը որ ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը, Ադրբեջանի Հանրապետությանը, տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում նաեւ Իրանին, որտեղ Իրանը նույնպես օգտվելու է այդ տրիփի հնարավորություններից տնտեսական առումով եւ Թուրքիային եւ
Սա է Տրամպի արածը, որը որ դուք թերագնահատում եք ու որի համար ես շնորհակալ եմ ու որը որ այո, իհարկե, բա տեսեք, չէ, Տրամպը Իրանի համար չէր աշխատում, չէ, Տրամպը Իրանի համար չէր աշխատում։ Տնտեսապես այն ապրանքը, որը որ մենք Իրանի հետ մեր սահմանը բաց է եղել եւ բաց է, չէ։ Տնտեսական առումով մենք առևտուր ունենք, չէ։ Իսկ մենք այդ տնտեսական առումով այդ ապրանքներից մեր երկիրը չի օգտվելու, թե մեր երկրի միջոցով ենթադրենք Ռուսաստան կամ Թուրքիա ապրանք չի գնալու։ Այսինքն դա նոր շուկա է բացվել Հայաստանի համար, որտեղ Իրանը ունենալով սահմանափակ հնարավորություններ առևտրի մշտապես, որ վերջի տարիների ընթացքում կարողանալու է իր ապրանքը իրականացնի, բայց չստացվեց, որ օգտակար է։ Սպասի Կարինի հետ հարցազրույց ենք անում։ TV-ին վախենում են ինձ կանչեն, բայց Կարինեն կարողանում։ Այո, եւ միևնույն ժամանակ բոլոր գործընկերների հետ։ Կարինե ջան, կարամ ասեմ։ Տեսել ես, որ իրանական ապրանքները եւ իրանացիները գալիս են Հայաստանի Հանրապետություն եւ ապրանքներ է գնում։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ով մշտապես հայտարարել է, որ երբևիցե երեխեք լռեք, որը որ երբևիցե չի անի որևիցե քայլ Իրանի Հանրապետության դեմ, մենք այն ապրանքները, որոնց հետ կապված մտահոգություններ կան, այդ մասով բնական է, որովհետեւ առևտուր Իրանի հետ չենք արել եւ չենք անելու, բայց այն մասով, որը որ Իրանը մեր անմիջական հարևանն է եւ մենք գտնվում ենք փաստացի երկու կողմից փակված վիճակում, հա? Եվ Իրանի հետ մեր հարաբերությունները մշտապես ընկալելի է եղել թե եվրոպացի գործընկերների, թե ԱՄՆ գործընկերների հետ։ Դա մեր աշխատանքի մի մասն է։ Դրա համար եմ ասում, Տրիպը ձեռնատու է տարածաշրջանի բոլոր երկրներին վերադառնալով ձեր հարցին, այդ դա է կարևոր երաշխիքը, ոչ թե Տրամպը, մարդել կա ասում է, հա Տրամպը 2 տարի հետո ուրիշ նախագահ է ալնելու։ Հարգելիներս, դա պրոյեկտներ են, որոնք միջպետական պայմանագրեր են, եւ միջպետական պայմանագրերը ոչ մեկ չի չեղարկում, առավել եւս տնտեսապես ձեռնտու, իսկ Տրիպը տնտեսապես ձեռնտու է նաև ԱՄՆ-ին։ Եթե օրինակ Միացյալ Նահանգներ արմատավորված լիներ արդեն Տրիպում, այսօր արդյոք Հայաստանը ավելի խոցելի չէր դառնա։ Կներես չհասկացա։ Եթե Տրիպի հետ։ Հա, հասկացա, լավ, հա։ Ոչ կարծիքա, որ հիմա եթե Միացյալ Նահանգները այնտեղ լիներ, գուցեև մեր համար ավելի վատ էր։ Ոչ, որովհետև մենք ռազմական բաղադրիչ եւ բովանդակություն չունենք։ Ինչպես հայտարարեց նաև Իրանի արտաքին գործերի նախարարը, իրենք որևիցե այն երկրների չեն հարվածել եւ իրենց հարևաններին չեն հարվածում, իրենք հարվածում են ռազմական կառույցներին, որոնք կան այդ երկրում։ Հայաստանի Հանրապետությունում որևիցե ռազմական կառույց չկա, եւ ասեմ ավելին, եթե չեմ սխալվում, իրոք չեմ սխալվում, Սյունիքում մենք ունենք նաև Իրանի հյուպատոսություն։ Այսինքն ես չգիտեմ, ինքը կարծում եմ այդ փորձագետը մի քիչ ուռճացրել է։